Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, այսօր ցանկանում եմ դետալորեն խոսել իմ ստրատեգիայի մասին, քեչինգի մասին, բացել ըստ դրա գործարքներ, խոսել բազմաթիվ դետալների, նյուանսների մասին, տալ ընդհանուր խորքային բացատրությունը այս ստրատեգիայի վերաբերյալ։ Շատ եւ շատ հետաքրքիր թեմաներ կան թրեյդինգում ընդհանուր խոսելու համար, սակայն ես կարծում եմ, որ իսկական թրեյդերի համար մասնագիտությունը յուրացնելու նպատակով տվյալ վիդեոների ֆորմատը պետք է որ հետաքրքրի, քանի որ ես ինքս ունենալով արդեն 6 տարվա փորձ եւ ստաբիլ աշխատելով էստեղ, ինձ էլ է երբեմն հետաքրքրում տարբեր թրեյդերների կողմից իրենց ստրատեգիաները ինչպես են իրենք աշխատում, ես էլ եմ դիտում, քանի որ ես էլ ձեզ հետ միասին ընկերներ ջան զարգացնում եմ իմ հմտությունները եւ շարունակում եմ շարժվել առաջ ձեզ հետ միասին։ Բավականաչափ հետաքրքիր սիտուացիա է, ընկերներ ջան, եւ եկեք հիմա արդեն անցնեմ ես բացատրությանը։ Ուրեմն տեսեք, ես աշխատում եմ ակտիվ արկերի եւ ակտիվ վաճառքների զոնայում։ Ինչու՞։ Պատճառ համար առաջին եւ հիմնական պատճառ, քանի որ սրանք ունեն բարձեցված ստրուկտուրա։ Տեսեք, այստեղ շարժմագինը դեպի վերև, կոպիտ ասած լինում են 1-2 կարմիր մոմեր դեպի մեղքե, որից հետո լինում են 10-12 կանաչ լայն դիապազոնով մոմեր դեպի վերև, գումարած դրան լոկալ մաքսիմումի քալմացումներ է լինում։ Սա առաջին պատճառը։ Երկրորդ պատճառը ընկերներ ջան, հիմնական գերկշռող ուժը տվյալ արկերի զոնայում կամ վաճառքների զոնայում գտնվում է գնորդների ձեռքում տվյալ դեպքում։ Տեսեք, եթե վերցնեմ ընդհանուր դեպի վերև թրենդը, դեպի վերև թրենդում կան մաքսիմումի թարմացումներ, այստեղ գլոբալ գինը շարժվում է դեպի վերև։ Եթե կա արկ, կա նաև վաճառք, այսինքն գերկշռող ուժը չի գտնվում գնորդների ձեռքում, նաև օժտված են ուժով վաճառողները։ Այստեղ արդեն պրինցիպը փոքրինչ տուժելու է եւ կարող են նրանք մեզ խանգարել, որպեսզի գնի հետ շարժվեն դեպի վերև։ Իսկ արդեն տվյալ դեպքում գերկշռող ուժը գտնվում է գնորդների ձեռքում։ Սա մեզ ասում է, որ այն բոլոր տեխնիկական անալիզի գիտելիքները, որոնք որ խոսելու են դեպի վերև շարժին մասին, այստեղ գործելու են համարյա 99%-ով։ Հաջորդ քայլով անցնում եմ S5 time frame-ի, որպեսզի տեսնեմ գնի շարժը ավելի դետալորեն։ Ընկերներ ջան, որքան էլ ես ասեմ, որ ստրատեգիան իմ հեղինակայինն է, դա չի նշանակում, որ այն ամբողջովին հորիված է իմ կողմից։ Ոչ, այն ամբողջովին հիմնված է տեխնիկական անալիզի բազային եւ հիմունքային գիտելիքների վրա, այն իր մեջ ամբողջովին ներառում է գնի շարժման տրամաբանությունը։ Տեսեք, ինչպես ենք մենք վերլուծում եւ հասկանում Volpայից սկսած այն թրեյդերը կամ այն թրեյդերների խումբը, ովքեր որ ստեղծել են տվյալ ակտիվ դեպի վերև շարժը, ինչ պրինցիպով են նրանք շարժվում եւ Volpայից սկսած է շարունակվելու ակտիվ դեպի վերև արկը։ Այստեղից եկեք բացեմ գործարքը, դրանում մեզ օգնում է տեխնիկական անալիզի գիտելիքը։ Ինչ է ասում տեխնիկական անալիզը։ Ցանկացած մոմի վերջից դրվում է հաջորդ մոմի ֆունդամենտը։ Կլինի դա րոպեանոց time frame, կլինի դա 5 րոպեանոց time frame, 1 օր time frame, 1 ժամ time frame, թե 1 ամիս time frame, փոքրից մինչև մեծ բոլոր հնարավոր time frame-ներում գնի շարժման պրինցիպը եւ տրամաբանությունը գործելու է միանշանակ եւ անխափան։ Ցանկացած մոմի վերջից դրվում է հաջորդ մոմի ֆունդամենտը։ Տեսեք, տվյալ մոմի վերջից, ինչպես ես հասկացա, որ այստեղ գինը շարժվելու է ակտիվ դեպի վերև, ակտիվ դեպի վերք, ակտիվ դեպի վերև արկը, թրեյդերը շարունակելու է։ Տվյալ մոմի վերջը ուղղակի անալիզ արեցի, ընկերներ ջան։ Տեսեք, վերջին 2-3 մոմերը S5 time frame-ում կամ վերջին 10-15 վայրկյան մոմերը, 10-15 վայրկյանը ներողություն, դրանք համընկնում են միմյանց հետ։ Այստեղից եկեք բացեմ երկրորդ գործարքը։ Տեսեք, ընկերներ ջան, նախորդ մոմի վերջին 45-րդ վայրկյան, 50-րդ վայրկյանը դեպի ներքև են ուղված, բայց մինչև այդ եղել է այստեղ վստահ դեպի վերև լայն դիապազոնով կանաչ մոմ, գումարած դրան այստեղ եղել է գեփ, պայթյուն մոմերի միջև։ Հնարավոր է որոշակի շովք նետի դեպի ներքև, որից հետո ակտիվ դեպի վերև կշարժվի
միանշանակ։ Այս դեպքում ընկերներ ջան, տեսեք 55-րդ վայրկյան, 50-րդ վայրկյան, 45-րդ վայրկյանը նույնիսկ չեմ ցանկանում նայել, քանի որ երկուսը դեպի վերև լայն դիապազոնով կանաչ մոմեր են, գումարած դրան պայթյուն, այսինքն այն թրեյդերը ով գնում է, ինքը չի սպասելու, երբ է նոր մոմը բացվելու, որպեսզի հետո գնի, մտածի ինքը գնում է, թե ոչ, ինքը նախորոք արդեն ցույց է տալիս իր ձեռագիրը, trading-ի պրինցիպը, կոպիտ ասած խավի կանոնները բոլորի համար նույնն են, եթե մենք գիտենք այդ անալիզը, առնչվում ենք այդ անալիզով, բնականաբար այդ անալիզով շարժվում են բոլորը։ Տեսեք ընկերներ ջան, այստեղ եւս վերջին վայրկյաններին կա դեպի վերև ակտիվ արկ, այս նախորդ գործալքը մեզ մոտ ստացվեց ուրեմն վերադարձ, այդ իսկ պատճառով այստեղից բացում եմ երկրորդ գործարքը կրկին։ Ընկերներ ջան, ընդհանուր կանոններ կան թրեյդինգում, դրանք գիտելիքներ են, դրանք աշխատանքի միջոցներ են, ընդհանուր կանոններ են, կլինեն դրանք ուռովենները, օրինակ աջակցության կամ դիմադրության, դուք գիտեք ինչ աջակցությունը եւ դիմադրությունը, ես գիտեմ ինչ աջակցություն եւ դիմադրությունը, ընդունելով դրանք որպես ընդհանուր խաղի կանոններ, մենք աշխատում ենք դրանց հետ։ Առհասարակ ինչա ուռովենը, ուռովենը դա զոնա է, որը հիշում է գինը եւ գրաֆիկը, այսինքն այդտեղից գնել են մարդիկ, այդտեղից վաճառել են եւ բնականաբար երբ գինը հասնի դրան, կրտին գնելու են կամ վաճառելու են, այստեղից բացում եմ երկրորդ գործարքի դագորը եւ ընկերներ ջան, այդպիսի բազմաթիվ դիտելիքներ, որոնք որ ասում եմ այս տեխնիկական անալիզը, օգտագործելով մենք աշխատում ենք։ Սա տեխնիկական անալիզը է, նյուանսի եւ այս գիտելիքի մասին եմ ես խոսում, բայց դրան շղթայական դրա հետ կապված է նաեւ արդեն ակտիվ արքերի եւ վաճառքների զոնաները։ Սրանք այն զոնաներն են, որոնք ունեն հեշտացված, պարզեցված դետալներ։ Եթե ես վերցնեմ ընկերներ ջան, օրինակ այս դեպի վերև շարժը, տեսեք, եթե կա դեպի վերև տանող ուժ, կա նաև վաճառող ուժ, որոնք որ մեզ խանգարելու են, որպեսզի այս պրինցիպը եւ այս գաղափարը լիարժեք աշխատի, նրանք մեզ խանգարելու են։ Ինչն է խնդիրը վերցնել ակտիվ դեպի վերև արքի կամ վաճառքի զոնա, աշխատել դրանց հետ միասին, վերցնել հանգիստ ստաբիլ մեր աշխատանքային սեանսում 3-ից 4 պլյուսը եւ ավարտել։ Հուսով եմ շատ եւ շատ հարցերի պատասխան գտաք այս վիդեոյում։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտեցիք մինչև վերջ, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց թողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։